Սխալվում, հաջորդի վարչապետը գրականների այդ միջադեպի հետ կապված եւ կարող է օրինակ մեջբերել Եթե դուք նման վիճակում հայտնվեիք, ինչ կանեիք, այդ ներողությունը կընդունեիք որպես ներողություն։ Ես կմտածեի ինչ անել եւ նույնն էլ խորհուրդ եմ տալիս այդ կնոջը, ես չեմ կարող որևէ որակում տալ այն երևույթի մասին, որը տեղի ունեցել եւ գնահատականը միջադեպին տվել է հենց վարչապետը, ավել որևէ բան չեմ։ Տիկին նախարար վերում են իրավիճակը, որ տեղի է ունեցել, Տիկին Գալնա, տեսեք, բռնության ակնհայտ իրավիճակ էր, երբ որ երեխան վախորած կպել էր մորը եւ այդ պաշտպանության մեխանիզմները նախատեսված են շատ։ Տիկին նախարար, երկու անգամ ուրախ ավտոբուսի մեջ չեք, ինչ է կատարվում։ Ինչ է ներողությունը իրավիճակը ներկայացնում, ասում եք շատ լավ։ Իրավիճակի մասին չէի ասում շատ լավ, ես խոսքը ավարտելուն էի ասում շատ լավ, այո, գուցե ճիշտ է կամ այսինքն շատ լավը տարբեր ձևերով կարող եմ մեկնաբանել եւ այլևս խնդրում եմ չմիջամտել այն դեպքում, երբ ես խոսում եմ։ Սա չէ բազմից եւ պետք է հարցեր։ Ուրախ ավտոբուսի վերջի շրջանի շրջագայությունից դուրս եք մնում, ինչն է պատճառը։ Դուրս չեմ մնում եւ եղել եմ ուշադիր չեք եղել։ Տիկին նախարար քիչ առաջ հարցադրում արեցի նաեւ արտգործնախարար պարոն Արադ Մոզյանին, ձեզ ուսումնասիրում եղել։ Ռոբերտ Քոչարյանը հաճախ է նշում, որ հետամուտ է լինելու արցախահայերի վերադարձի իրավունքի իրացմանը, որպես մասնագետ խնդրում եմ ասեք, ինչ է ենթադրում միջազգային իրավունքում վերադարձի իրավունքը եւ ձեզ արդյոք հայտնի են այդպիսի ժողովուրդներ, հանդիպումներ, որոնք երբևէ օգտվել են վերադարձի իրավունքից։ Ճիշտն ասած, չգիտեմ ինչ նկատի ունի ասողը եւ կարծում եմ, որ լավագույն տարբերակը իրեն հարցնելն է, թե ինչպիսի բովանդակություն է պարունակում ասվածը եւ օրինակ ինչպես է ինքը պատկերացնում դրա իրացվելը։ Այսինքն եթե կան իրավական մեխանիզմներ, գուցե դրանք կան, ես չեմ ժխտում, բայց կարծում եմ, որ արժե դրանց մասին հրապարակային խոսել։ Այսինքն հիպոթետիկ ցանկությունների բարձրաձայնումը կարող են բոլորը անել, բայց կոնկրետ ճանապարհային քարտեզի տեսքով ասվածը ներկայացնելը Տիկին նախարար, միջազգային իրավունքում կա այդպիսի իրավունք, դա է ուզում ճշգրտ վերադարձի իրավունք։ Չեմ կարող ասել։ Վերջին հասարսուր դեպքը 1 տարեկան երեխային, որ խորթմայրը ծեծել էր, հիմա կալանավորված է, հնարավոր է նմանատիպ դեպքերը գոնե կանխելու կամ չգիտեմ, թիվը նվազեցնելու համար քրեական օրենսգրքում փոփոխություններ իրականացվեն պատժի փոփոխության հետ կապված, որը կարող է չէ որոշակի առումով նաև այս իրավիճակները մեղմացնի։ Ախր առանձին դաշնությամբ սպանության համար նախատեսված է ընդհանուր մինչև ցմահ ազատազրկում։ Այսինքն դրանից ավել ինչ նախատեսվի քաղաքականություն մշակող մարմնի կողմից։ Մապատիչ նախատեսվի։ Չէ, ես ձեզ նորություն պետք է ասեմ, որ Հայաստանը եւ Եվրոպական միությունը եւ Եվրոպայի խորհուրդը մապատիչ զերծ գոտի են եւ մարդու իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ կոնվենցիան դրա լրացուցիչ արձանագրությունը մասնավորապես արգելում է մահապատիժը։ Բայց նման դեպքերի կանխարգելման համար ինչ աշխատանքներ են տարվում։ Մեր գործընկերություններ։ Տիկին նախարար, վերադառնալով կրկին մետրոյի միջադեպին, վարչապետը անվտանգության մեծաթիվ աշխատակիցներով, թիմակիցներով մտնում է վագոն, քաղաքացու կամքին հակառակ փորձում է ինչ-որ առարկա, այս դեպքում Հայաստանի Հանրապետության քարտեզի լոգոն, տարբերանշանը առաջարկել, քաղաքացին մերժում է, վարչապետը շարունակում է պնդել, սա չեք կարծում, որ այդպես մեծ թվով ախրանիկներով կնոջ երեխայի նկատմամբ այնուհանդերձ հոգեբանական բռնություն է գործադրվել։ Դուք սա Ջան, դուք կարծում եք այդպես։ Իմ կարծիքը, ես նախարար չեմ, իմ կարծիքը չի հետաքրքրում Շատ մարդկանց։ լավ, ես շատ ուրախ եմ, որ ձեզ հատկապես ձեզ իմ կարծիքը հետաքրքրում է եւ շատ շոյված եմ։ Բայց եթե դուք տեսնում եք քրեորեն հետապնդելի արարք վարչապետի արարքում, խնդրում եմ հանցագործության մասին հաղորդում ներկայացրեք։ Ես իմ կարծիքը կպահեմ ինձ եւ կասեմ նույնը։ Վարչապետը ինքն է արձանագրել այդ դեպքի բնույթը եւ պատրաստակամություն է հայտնել ներողություն խնդրել։ Ես չեմ կարծում, որ եթե պատկերացումը լիներ այնպեսին, որ ամեն ինչ նորմալ է, նմանատիպ հայտարարության մենք կարերեսվեինք առհասարակ։ Եվ հետեւաբար
Նորից եմ կրկնում, չեմ անում որևէ մեկնաբանություն, բայց դուք անդադ ինձ ստիպում եք մեկնաբանություն անել։ Ես որևէ կաշկանդվածություն չունեմ։ Ես կրկնում եմ, բացեք վարչապետի պաշտոնական էջը եւ ծանոթացեք բոլոր Գլխավոր դատախազի պաշտոնի հավակնություն ունեք։ Ոչ, ես արդեն այդ մասին Ներողություն տիկին նախարար, այդ մետրոյի միջադեպը արդյոք մտնում է վարչապետի ամեն առավոտ ցույց տրվող այդ ձեռքերով շարժման դրամաբանության մեջ, թե ոչ։ Ես արդեն ասացի չեմ մեկնաբանելու եւ չեմ շեղվելու այլևս այս սկզբունքից։ Եթե ասում եմ չեմ մեկնաբանելու, չեմ մեկնաբանելու, որքան էլ որ նույն հարցը։ Ինչպես ասում եք, վարչապետը ներողություն է խնդրում, բայց իշխանական լրատվամիջոցները շարունակում են արցախցիների նկատմամբ ատելություն գեներացնել, չգիտեմ ինչ որ հին այսպես հրարումներ են նորից թարմացնում եւ այլն, եւ վարչապետը ներողություն է խնդրել։ Ինչու է իշխանական լրատվամիջոցը նորից արցախցիների նկատմամբ այսպես ատելություն գեներացնում։ Եթե չեմ սխալվում, նախորդ շաբաթ օրը չեմ հիշի, բայց ներառականության մասով շատ մեծ միջոցառում ունեցանք, որը նվիրված էր տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների իրավունքների պաշտպանությանը եւ այնտեղ մեծաքանակ մարդիկ կային, որոնք որ պատրաստ էին եւ արդեն բնակություն էին հաստատել Հայաստանի Հանրապետությունում եւ օգտվում էին այն սոցիալական ծրագրերից, որոնք առաջարկում են հենց կառավարությունը եւ այդ ամենում ես ոչ թե ատելություն նկատեցի իշխանության կողմից կամ առհասարակ վարած քաղաքականության տեսանկյունից, այլ ընդհակառակը հոգատարություն եւ մեծ խնամ եւ մեծ ցանկություն աջակցելու։ Եվ հետեւաբար խնդրում եմ այլևս չփորձել այնպես մեկնաբանել, որ տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների նկատմամբ կարող է որևէ կետում ատելություն գեներացվել, ընդհակառակը կառավարության բոլոր ծրագրերը միտված են հոգատարության ու խնամքի դրսևորմանը, բացեք ծանոթացեք կառավարության ծրագիրը վարչապետի մակարդակով խրախուսվում է։ Մենք տեսել ենք, չէ՞, մարդիկ ինչպես են ցեղասպանությունից այսպես ասած փախել եկել, փրկվել, փախել չէ, ներողություն, բռնի տեղահանվել։ Ու այդ մարդկանց երբ որ ասում են բռնի տեղահանված անձանց հետ կապված այսօր կան եւ գործում են բազմաթիվ ծրագրեր եւ այդ ծրագրերը իրականացվում են կառավարության կողմից, իսկ վարչապետը հանդիսանում է հենց այդ կառավարության ղեկավարը։ Եւ եթե չլիներ Դե հիմա ես դες փաստ եմ ասում։ Դուք նույն երևույթի մասին եք խոսում։ Ես չեմ մեկնաբանելու դա, չէ, չի ստացվում ձեզ ներքաշել Փաշինյանը եւ ճեպազրույցում եւ երեկել նաեւ այդ հանդիպումները ամփոփելիս շատ ուղիղ ասում է, որ եթե քաղաքացիական պայմանագիրը չվերընտրվի սեպտեմբերին պատերազմ կլինի։ Սա ուղիղ սպառնալիք չի։ Քաղաքական հայտարարություն է։ Պայմանավորվել եք, պարոն Մինասյանն էլ էր ասում հարցվիկ այդ նույն բառապաշարով ինչ դուք ասացիք։ Տեսեք, քաղաքական հայտարարություն է ընդամենը եւ վերջի, որը կրկին չմեկնաբանում։ Դա ինչն է քաղաքական հայտարարությունը։ Նախ դրանից առաջ մենք զուգահեռ ենք խոսում։ Դե լավ, դուք խոսեք։ Խոսքը խաղաղության, հաստատված խաղաղության եւ այն փայփայելու մասին է, իսկ այն հայտարարությունները, որոնք հնչում են ընդդիմադիր դաշտի կողմից, մեր ընկալմամբ չունեն այլ որակում, քան խաղաղությունը վտանգող հանդիսանալը։ Հետևաբար քաղաքական դեմքերը ազատ են անել քաղաքական հայտարարություններ եւ այլն։ Հիմա դեպի պատերազմը չէ, մարդկանց վախացնում է չէ, կոնկրետ պատճառաբանությունը վերում է արկելի գործընկերներ, թույլ տվեք միջամտել ձեր խոսքին եւ ասել, որ վարչապետը հայտարարում է այդ համատեքստում, որ մի շարք քաղաքական ուժեր պատրաստվում են ռևիզիայի ենթարկել խաղաղության օրակարգը։ Վարչապետի խոսնակի դեր ստանձնես մենք։ Վարչապետի խոսնակի դեր չէ ստանձնում, պարզապես հարցադրումը անում եք, ես էլ լրացնում եմ ձեր հարցադրումը։ Իրական շնորհակալ եմ եւ այնուհետեւ եթե ես չեմ սխալվում, շարունակվում է միտքը հետեւյալ ուղղությամբ, որ դա պատերազմի դուռ բացելու վտանգ է պարունակում։ Այո, դա այդպես է մեր ընկալմամբ եւ կարող եք ասել, որ Ադրբեջանի համար նախընտրելի թեկնածուն Հայաստանում քաղաքացիական պայմանագրեր։ Գիտեք, դուք ինչ ուզում եք կարող եք ասել եւ այդքան էլ։ Դիքի գալան ճիշտում էլ անեն, կներեք ու վերջ իմ թեմայից էր, երևի դուք սրան պատասխանել եք, կներեք, եթե ես չեմ լսել, եթե քաղաքացիությունը Դանիել Յովհաննիսյանը առաջարկում է
կամ քննարկել են նախկինում են առաջարկել եկեղեցու հատուկ կարգավիճակը սահմանադրությունից հանել, դուք դրա կողմնակից եք մեր տեքստում եկեղեցու կտորը այնպես կա նախատեսված, ինչպես այսօր է։ Շնորհակալ։ Տիկին Գալյան, քրեակատարողականների մասով դուք անընդհատ նշում եք, որ ապագայում փոփոխություններ լինելու, այսինքն Նուբարաշյանի մասով մենք առաջիկայում չենք տեսնում, հստակ ժամկետներ նշվում են, Նուբարաշյանը երբ չենք տեսնում։ Իրականում մեզ համար էլ որքան շուտ այնքան լավ տարբերակն է գործում, բայց դրա համար իրականում բավականին մեծ ֆինանսական ռեսուրսներ են պահանջվում եւ այս պահին բանակցում ենք մասնավոր ընկերության հետ, հասկանալով թե ինչպիսին է լինելու գնառաչարկը, որպեսզի կողմնորոշվենք, թե որ տարբերակին ենք ավելի հակված, բայց վստահաբար այդ ուղղությամբ աշխատում ենք եւ առաջիկայում որոշումը արդեն թղթին հանձնված կունենանք եւ կգնանք Նուբարաշյանը փակելու ճանապարհով, բայց քանի որ նոր շենքի կառուցման կամ առնվազն վերակառուցման հետ են գործ ունենալու, առաջիկա 2 տարիները պետք է նկատի ունենալ։ Իսկ մյուս քրեակատարողականները պատրաստ են լինելու արդյոք Նուբարաշյանի մարդկանց տեղափոխելու, այսինքն ոնց է մարդկանց նոր քրեակատարողական հիմնարկը ծավալային առումով պետք է պարունակի այն քանակակազմը, որը բավարար է, որպեսզի Նուբարաշյանը այլևս գոյություն չունենա։ Այսինքն Նուբարաշյանի քանակությամբ, Նուբարաշյանը որքան անսպասարկում է, այդքան կամ ավել քանակությամբ, ըստ էության 700 մարդու մասին է խոսքը, բայց մենք փորձելու ենք ծածկել 1000-ի խնդիր, իհարկե նաև զուգահեռաբար մենք ուզում ենք, որ ավելի շատ քրեակատարողական հիմնարկներ լինեն, որոնք ունենան բաց ու կիսաբաց ռեժիմներ։ Այսինքն այն կգործի մինչև նոր շինության կառուցումը։ Այո, դեռ կշարունակի գործել, բայց կփորձենք ապավել նվազած անհրաժեշտությունը։ Իսկ համանետման իրականացում դիտարկվում է թե ոչ։ Ոչ, որովհետև այն կարծիքն ունենք, որ պետք է պատժից ավելի վաղ ազատվեն այն անձինք, որոնք ավելի պատրաստ են վերադառնալ հասարակություն եւ չպետք է դա անել անհասցե։ Անհասցե է ավելի շատ համաներումը, այսինքն իհարկե հանցագործությունների շրջանակ որոշվում է, բայց անհատականացված չէ, կոնկրետ անձանց չենք գնահատում այդ դեպքում, իսկ պայմանական վահակետ ազատման ինստիտուտի պարագայում անհատականացված մոտեցում է ցուցաբերվում եւ ես այսօր զեկույցում նշեցի, որ 2025-ին ազատվել է 170 անձ պատժից պայմանական վահակետ, նախորդ տարվա 134-ի կամ 35-ի փոխարեն, այսինքն մենք տեսնում ենք քանակական աճ եւ նաեւ ունենք հանձնառություն ակտիվացնել այս ինստիտուտը եւ լավարկել, որպեսզի առաջիկայում ավելի մեծ քանակությամբ անձինք ազատվեն կամ կարողանան հավակնել ազատվել պատժից։ Տիկին Գալյան, քաղաքացիական պայմանագիրը 6 տարի առաջ ամբողջական քաղաքազով էր քարոզարշավը իրականացնում, հիմա կիսատ քաղաքազով է քարոզարշավը իրականացնում։ Քաղաքացին, որ հարցնի ինչու է կիսատ, դուք եկաք կիսեցիք, ո՞րն է ձեր պատասխանը եւ ինչ վստահություն կա, որ այս անգամ ընտրվելիս նորից չեք կիսի քարտեզը։ Հայաստանի Հանրապետության քարտեզը Հայաստանի Հանրապետության քարտեզն է իր հստակ տարածքով, որի վերաբերյալ կարծում եմ դուք շատ լավ գիտեք եւ պետք չէ մանիպուլյացիոն հարցեր տալ այս կարգի։ 6 տարի առաջ էլ էր նույնը։ Դուք էստեղ եք եղել 6 տարի առաջ եւ հիմա կարող է նկատել եք ինչ որ բան, որ տեղի ունեցավ մեր կյանքում, որ չէինք ուզում տեղի ունենալ։ Իսկ քաղաքացիները Նիկոլ Փաշինյանը ասում է, որ ես գամ իշխանության, պատերազմ չի լինելու։ Ես եթե չգամ, կլինի։ Իսկ նկատել եք, որ խաղաղության համաձայնագրի նախաստորագրում է տեղի ունեցել եւ ասում ենք, որ խաղաղությունը հաստատված է եւ մենք պետք է փայփայենք ու այնպես անենք, որ խաղաղ միջավայրում գնանք դեպի կայուն ու զարգացող ապագա։ Ինձ թվում է ինչ որ մի հատված բաց եք թողել դուք։ Ուշադիր եղեք։ Իրակի, եթե չեմ սխալվում, տեղեկություն տարածեց, որ Վարդաշեն քրեակատարողականից կարծես կալանավոր էր փախուստիկին, ինչ տեղեկություն ունեք այդ մասով։ Մենք մեր գործընկեր կառույցների հետ աշխատում ենք հայտնաբերման ուղղությամբ այդ եւ նախորդ ճեպազրույցներում դուք էլի անդադ խոսել եք, որ ինքնավնասման դեպքերը կանխելու համար կալանավայրերում, ինչպես ասած, աշխատանքներ տարվում են, բայց վերջին շրջանում էլի այնպես մի դեպքեր եղել եւ այվել էր կարծես խցակիցների կողմից։ Խցակիցների բարձրաձայնումով աշխատակիցների կողմից մենք, եթե չեմ սխալվում, տարեսկզբից 5 կամ 6 ինքնասպանության փորձի դեպքեր ենք ունեցել։ 5 կամ եւ ունեցել ենք 1 ինքնասպանության դեպք։ Այս խոսում եմ բանի մասին, որ
ինքնասպանությունները կանխվում են, բայց գուցե այո գործիքակազմը բավարար չէ, որ իսպառ կանխվեն կամ վերանան ինքնասպանությունները կան ինչով են դրանք պայմանավորված։ Ինչեր ինքնասպանությունները, տարբեր փորձերը, օրինակ ունենք մեկ պետական դավաճանության մեջ մեղադրվող անձ, որը ինքնասպանության փորձեր արել, մեկը հոգեկան առողջության խնդիրներ, մեկը չէ, երկուսը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք էին, եւ ինքնավնասումների հետ կապված ուզում եմ նշել, որ թիվը էապես նվազել է, մենք վիճակագրություն կարող ենք ներկայացնել կամ հաջորդ ճեպազրույցին ես ձեռքս տակ խոստանում եմ կունենամ թվական տվյալները, բայց դուք հստակ կտեսնեք, որ օրինակ եթե տեսնում եք 100 ինքնավնասման դեպք, այդ 100 ինքնավնասման դեպքերը օրինակ կատարվում են 10 անձի կողմից եւ ոչ թե 100 անձի կողմից, այսինքն հստակ կան անձանց խմբեր, որոնք հակված են ինքնավնասումներ կատարելու կամ դիմելու ինքնասպանության։ Աշխարհում էլ է այդպես եւ միայն քրեակատարական հիմնարկներում չէ։ Տիկին նախարար գուցե հարցը նախորդի հնչել է, ես չեմ ֆիքսել, բայց այդուհանդերձ սահմանադրությունը ունի նաեւ փոփոխելի հոդվածներ, եթե չեմ սխալվում։ Խնդրում եմ ասել, սահմանադրության նոր նախագծում արդյոք փոփոխելի հոդվածներին անդրադարձ եղել է, մասնավորապես այն հոդվածին, որը սահմանում է կառավարության անդամի ներկայացվող պահանջները։ Դա թողնվել է նույնությամբ եւ ազգային ժողովի։ Մենք այն կարծիքին ենք, որ այն ցենզերը, որոնք այսօր սահմանված են, մասնավորապես միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալը, վերջին տարիներին բնակության ցենզը պետք է պահպանվեն եւ պատգամավորների համար եւ ըստ այդմ նաեւ կառավարության անդամների համար։ Ես նկատի ունեի նաեւ սահմանադրության այդ դրույթի փոփոխելիության ստատուսը վերանայման ենթակա է թե ոչ։ Այս բան չենք քննարկել, բայց գիտեք, մենք մի հանգամանք ենք քննարկել, արդյոք պետք է ճկունությունը պահպանենք սահմանադրության փոփոխության եւ այս պահին հստակ որոշում չունենք, բայց գոնե մենք առաջարկել ենք քննարկել ավելի կոշտ մոտեցումները, օրինակ հնարավորություն ենք առաջարկել փոփոխություններն իրականացնել երկու ազգային ժողովների, երկու գումարման ազգային ժողովների կողմից, որպեսզի հեշտ փոփոխություններ հնարավոր չլինի իրականացնել, բայց սա թեզ է, որը դեռ չի քննարկվել, կքննարկվի ապագայում։ Շնորհակալություն։